Սարսափազդու վիճակագրություն, որ շոկի ենթարկեց բոլորին։ 2010-ականներից գրեթե ամբողջ աշխարհում դեռահասների հոգեկան առողջությունը կտրուկ վատացել է։ Աճել են դեպրեսիայի, տագնապի, ինքնավնասման եւ ինքնասպանության դեպքերը։ Ինչ պատահեց նրանց։ Մինչ աշխարհն անհանգստանում էր միլենիալների համար իրական աշխարհում գերհոգատարության եւ վիրտուալ աշխարհում դրա պակասի պատճառով 1995-ից հետո ծնված Z սերունդը դարձավ տագնապած սերունդ։ Մենք գերհոգատար ենք իրական կյանքում, զրկում ենք երեխաներին ազատ խաղից ու ռիսկի դիմելու հնարավորությունից, բայց բոլորովին անպաշտպան ենք թողնում օնլայն տիրույթում։ Խաղակենտրոն մանկությունը դարձավ հեռախոսակենտրոն, երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում սմարթֆոնում ու սոցիալական ցանցերում, ինչպես դա ազդեց նրանց հոգեկան առողջության վրա։ Kids are now growing up in a sea of screens and he can't stop his hands from swiping. Բազմաթիվ հետազոտություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս պատճառները, թե ինչու խախտվեց երեխաների սոցիալական եւ նյարդաբանական զարգացումը, խանգարվեց քունը, սկսվեց մեկուսացում, ուշադրության պակաս ու առաջացավ վտանգավոր կախվածություն։ For the last 10 years, it's been mostly Վերջին 10 տարիներին երեխաներն անդադար էկրաններին են նայում։ Ահա ինչու են նրանք այդքան միայնակ։ Ամերիկացի սոցիալական հոգեբան, աշխարհի առաջատար գլոբալ մտածողների ու առաջատար մտավորականների ցանկում հայտնված Ջոնաթան Հայթը ծնողներին, դպրոցներին, տեխնոլոգիական ընկերություններին ու կառավարություններին կոչ է անում չհապաղել, ճգնաժամին դիմակայելու եւ երեխաների առողջ ու մարդակենտրոն մանկությունը վերադարձնելու համար, քանի դեռ ուշ չէ։ Նյումեգը ներկայացնում է ամենակարևոր համաշխարհային բեսթսելերներից մեկը՝ Ջոնաթան Հայթ, տագնապած սերունդը, մանկության արմատական վերափոխումը եւ հոգեկան հիվանդությունների համաճարակը։ Գրքի գլխավոր գործընկեր Իզմիրլյան հիմնադրամ։